ինչ ակնկալիքներ ունեք կբավարարի դատարանի Իհարկե կբավարարի, արդեն դատարանները ցավոք սրտի շատ կանխատեսելի են եւ երկար մտածելու խնդիրը չկա, բնականաբար կերկարացնեն, կալանքի միջոցը խափանման միջոցը կպահպանեն։ Վերջերս երբ որ առաջարկի դարձավ, որ պաշտպանության նախարարի հրամանով նախ այս ինստիտուտի կարևորությանը անդրադարձել եւ ինչու որոշեցին լուծարել։ Նախ ես անձամբ շատ գնդերեսների ճանաչել եմ ու իրենց ծառայության ընթացքից խոսել են, պատմել են եւ կարամ ասեմ շատ կարեւոր էր գնդերեսների ներկայությունը բանակում եւ զինվորների բարոյահոգեբանական մթնոլորտի հետ կապված եւ զինծառայողներին պաշտպանելու հետ կապված ներքին խնդիրներում, օրինակ վերադասի կողմից ինչ-որ ճնշումների դեպքում կամ ներքին խնդիրների դեպքում իրական շատ օգուտ էին տվել եւ իրոք շատ երևի նույնիսկ ինքնասպանության փորձեր էին կանխել, շատ առողջացնող դեր ունեին գնդերեսները հոգեվոր առումով եւ ընդհանրապես կենցաղային առումով բանակում ցավալի է եւ Քրիստոս մեզ ասում է, որ ծառը պատուղներով է ճանաչվում եւ պետք է մենք գործով ճանաչենք մարդկանց, իրենք իրենց քրիստոնյա են անվանում, հայ եկեղեցու հետևորդ, բայց իրենք նույն եկեղեցին, որին որ իրենց հայրն են համարում, մայրն են համարում, իրենք դուրս են հանում բանակից, բանակի ներկայությունը հանում են եկեղեցու, բնական է իրենք մեր եկեղեցու անդամներ չեն, իրենք իրենց գործով ցույց են տալիս, որ իրենք հակառակ են եկեղեցին։ Հակառակ դեպքում որևէ իմաստ չուներ գնդերեսների ինստիտուտը լուծարել։ Դուք տեղեկություններ ունեք գնդերեսների նկատմամբ ճնշումներ եղել են միանալու այսպես կոչված եկեղեցու բարենորոգման, չեն համաձայնել եւ դրա համար են գնացել լուծարման։ Լսել եմ, որ այդպիսի բաներ եղել են, կանչել են գնդերեսներին եւ ամեն մեկին առանձին ինչ-որ խնդիրներ են տվել միանալու, այդ զուտ լսել եմ, անձամբ ես տեղեկություն չունեմ, բայց բնականաբար այս ամեն ինչի տրամաբանության մեջ տեղավորվում է այդ լուրերը եւ քանի որ չի հաջողվել իրենց միացնել գնդերեսներին իրենց տխրահռչակ այս շոուին, ստիգված արդեն որոշել են գնդերեսների ինստիտուտը ցրել, ինչը որ միանշանակ վնասում է առաջին հերթին մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ զինվորներին։ Եվ այս մասին ավելի շատ պետք է մտածի ազգաբնակչությունը, քան թե մենք։ Մենք մեր ծառայությունն ենք անում իրենց համար։ Հիմա իրենք զրկվելու են այդ ծառայությունից, իրենց զավակները ավելի քիչ բարվոք, ավելի ոչ հոգևոր մթնոլորտում են ծառայելու եւ հոգևորականների ծառայություններից չեն կարողանալու օգտվել, ինչի կարիքը որ միանշանակ շատ ունեն եւ անգնահատելի է պարզապես։ Այդ պետք է մենք ժողովուրդը մտածի, որովհետեւ իրենք են այստեղ ամենամեծ դժողը։ Ինչ պետք է անի ժողովուրդը, օրինակ արտաշնչված եւ եկեղեցու դեմ, հոգեվորականների նկատմամբ այս ճնշումները ինչ հանդիպանություն պետք է ստանան եւ ինչ ճանապարհով։ Ցավոք սրտի ես կարծում եմ, որ այս հարցերից էր տված հարցերի պատասխանները պետք է տային մեր քաղաքական գործիչները, նաեւ ընդդիմադիր գործիչները բնականաբար, որտեղ քանի որ այս հարցերը քաղաքական խնդիրներ են եւ քաղաքական լուծումներ են պահանջում, ես հոգեվորական եմ, սարգսակ եմ եւ դեռ կոնկրետ լուծումներ չեմ կարող առաջարկել, բայց պետք է մտածենք այդ առումով, ինչ կարող անի քաղաքացին իր իրավունքները պաշտպանելու ցավոք սրտի սեփական պետությունից, քանի որ այսօր մեր պետությունը աշխատում է մեր ազգի դեմ։ Արտաշնչական այսինքն ընդդիմությունը պասիվ վիճակում է, հա, ահավոր պատշաճի արձագանքում այս գործընթացների չորքալը չի անում, դուք այսպես ողքի դիտող չբերում եք այդ մտածում։ Ես չեմ կասկածում իրենց բարեխղճությանը, բայց թող ինձ ներեն, բայց կասկածում եմ իրենց կարողություններին, որովհետև
եթե իրենք կարողություններ ունենային մասնագիտական եւ եթե պատահական մարդիկ չլինեին այնտեղ, միգուցե ավելի ռեալ լուծումներ առաջարկեին եւ այսօր գոնե քայլեր անեին, ժողովուրդը տեսներ այդ լուծումները եւ կգնար իրենց հետևից։ Այսօր որևէ լուծում չի առաջարկվում ցավոք սրտի։ Արտաշես Սարգսյան, ըստ մեր սահմանադրությունը չի առաջարկում, որ եկեղեցին եւ պետությունը անջատ են եւ աշխարհիկ իշխանությունը իրավունք չունի եկեղեցու ներքին գործերի միջամտել։ Այստեղ տեղին է ասել, ուժն է ծնում իրավունք։ Ուժը իրենց ձեռքում է, ոստիկանությունը իրենց ձեռքում են, դատական մարմիններն իրենց ձեռքում են, ուզուրպացրել են ամբողջ պետական համակարգը եւ հիմա փաստացի սահմանադրությունը կարող է ինչ-որ մեկը ասել, որ ես եմ սահմանադրությունը։ Եվ այս դեպքում արդեն այդ սահմանադրությունը վերածվում են տանում են թղթի կդորի, որ նոր ոչ մի նշանակություն չունի։ Սրբազանը լավ է, աբակինվում է, հիմա աբակինման փուլի մեջ է, որից հետո էլի խնդիրներ ունի առողջական, որոնց որ անդրադառնալու են բժիշկները, ձեր թույլտվությամբ չեմ ուզենա մատնանշել կոնկրետ ինչ խնդիրներ են, բայց աստիճանաբար լուծվում են առողջական խնդիրները։ Շնորհակալություն։